Առաջին լրատվականի նկարանող խումբը շարունակում է գտնվել Հալեպում, այս օրերին սիրիական գրեթե բոլոր քաղաքներից ամենաեռուն շրջանը պատերազմական գործողություններով կենտրոնացել է հենց Հալեպում եւ այստեղ հայկական այս թաղամասում Սուլեյմանի կոչվող տելեֆոն Հավայի այս թաղամասում հայահոց այս շրջանում իրենց ծառայությունն են անցկացնում բանակի զինվորները, նրանք յուրաքանչյուր մեքենա կանգնեցնում, անձահաստատող փաստաթուղթը ստուգելուց հետո մեքենայի պարունակությունը ստուգելուց հետո միայն թույլ են տալիս, որ նրանք անցնեն, այդպիսով նաև ապահովելով հայահոց այս թաղամասի անվտանգությունը։ Այստեղ է գտնվում իդեպ նաև հայ ավետարանական եկեղեցու առաջնորդանիստ գրասենյակը։ Առաջին լրատվականի նկարանող խումբը Սիրիայի Հալեպ քաղաք կատարած այցի ընթացքում բազմաթիվ խոչընդոտների հանդիպեց։ Դրանցից ամենակարևորն առնչվում էր նկարահանում կատարելու համատարած արգելքին։ Մեր ստեղծագործական խմբին սակայն հաջողվում էր դժվարությունները հաղթահարելուց հետո ոչ միայն նկարահանումներ կատարել Հալեպում բանակի հսկողության տակ գտնվող բոլոր արվարձաններում, այլև բարեկամական հարաբերություններ հաստատել հայերիս նկատմամբ բարյացակամ տրամադրված սիրիացի զինվորների եւ սպայակազմի հետ։ Հերթական ցերեկային նկարահանումը որոշեցինք կատարել հայկական տելեֆոն Հավայի շրջանում, որտեղ ապրում են հազարավոր հայեր եւ որտեղ գտնվում է Սիրիայի Բերիո շրջանի հայ ավետարանական եկեղեցու նստավայրը։ Երկար նկարահանումների միջոցով փորձում էինք հասկանալ, թե սիրիացի զինվորի կողմից կանգնեցված յուրաքանչյուր մեքենան ինչպես է խուզարկվում, ինչպես են ստուգվում փաստաթղթերը եւ ի վերջո ինչպես են հայտնաբերվում կասկածյալները։ Նույն շրջանի մի քանի անցակետերում նկարահանելու պահին հանկարծ մեր նկարահանող տեսախցիկը իրարանցում արձանագրեց։ Մենք տեսանք, թե ինչպես մի քաղաքացի ձեռքի տակ խտասկավառակ ձայնագրող սարքի տուփով արագ քայլերով ուղղում էր դեպի զինվորական անցակետը։ Իմիջայլոց նշեմ, որ մեր նկարանող խմբին տեղի բնակիչները պատմում էին, որ Հալեպի պատերազմի սկսվելուն պես թաղերում անծանոթ որևէ անցորդի նկատմամբ շրջանի բնակչությունը շատ զգայուն է։ Որևէ անծանոթ անձ տեսնելու դեպքում բնակիչներն առանց տատամսելու հայտնում են տեղանքը հսկող զինվորներին։ Մեր ներկայությամբ շրջանի բնակիչներից մեկը հանկարծ մոտեցավ անցակետը հսկող զինվորին եւ զգուշացրեց, որ առավոտից անծանոթ երիտասարդը շրջում է հայկական թաղում։ Անցորդն սկսեց նյարդայնանալ, երբ զինվորն իր մոտ կանչեց վերջինիս եւ հրահանգեց փաստաթղթերը ներկայացնել։ Մյուս զինվորը որոշեց տուփի պարունակությունը ստուգել զուգահեռաբար։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ պարզվեց, որ տուփի մեջ մի քանի կիլոգրամ պայթուցիկ նյութ դրատիլա է տեղադրված հատուկ հայկական թաղամասը պայթեցնելու նպատակով։ Այնինչ տեղի ունեցավ դրանից հետո ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ No?
وين مهمتات؟ وين السيارة؟ شو جنبك؟ شاد رمز التليفون عندك؟ استنى شوي ابوي نفسي ابوي بعد عنا الشباب تعال هون تعال هون بابا تعال هون تعال عندي تعال اتركوا تعال هون تعال اتركوا اعطيني هويته اتركوا ما بقول لك اتركوا خلاص عيب